Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևին ուղղված շնորհակալական նամակում նշել է. Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։ Նա հիշեցրել է 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովը։ Թրամփի խոսքով կողմերը շարունակում են աշխատել հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Նամակում նաեւ ընդգծվում է տարածաշրջանային կապերի, տնտեսական հարաբերությունների եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը։ ԱՄՆ նախագահը նշել է, կողմերը սպասում են ռազմական գործընկերության հետագա ամրապնդման առաջիկա տարիներին։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը կրկին կալանավորվել է։ Նրա խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերտ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել։ Առաջին ատյանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել եւ նրան տեղափոխել են կալանավայր։ Փաստաբանի խոսքով դատական նիստը անցկացվել է առանց պաշտպանների մասնակցության, քանի որ նրանք հայտնել էին, որ չեն կարող ներկա լինել ծանրաբեռնվածության պատճառով։ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին դատարանի դահլիճում արված հայտարարության հիման վրա։ ԱԳՆ-ն հրապարակել է Թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ամբողջական տեքստը։ Փաստաթղթում ընդգծվում է, Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ իրավազորություն իր տարածքում Թրիփի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։ Համաձայնագրով նախատեսում է ստեղծել Թրիփի զարգացման ընկերություն, որտեղ Հայաստանին պատկանելու է 26% բաժնեմասնակցություն, իսկ նախնական 49-ամյա ժամկետի երկարաձգման դեպքում կարող է այն աճել մինչև 49%-ի։ Նախագիծը ներառում է Հայաստանի տարածքում երկաթուղային, ճանապարհային, նավթատար եւ գազատար խողովակաշարերի, օպտիկա, մանրաթելային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացում։ Փաստաթղթում նշվում է, Հայաստանը պահպանելու է լիարժեք վերահսկողություն սահմանների, մաքսային գործառույթների, անվտանգության եւ պետական վարչարարության նկատմամբ։ Հայաստանը իրավունք է ունենալու հաստատել Թրիփի իրականացման գոտիների անվտանգության պլանները եւ վերահսկել սահմանային գործընթացները։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, վարչական դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Նրա խոսքով դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, իսկ ինքը այս որոշումը որակել է որպես պատմական խայտառակություն։ Նա նշել է, դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետության ներգրավել որպես երրորդ անձ, ինչի պատճառով ստիպված եղել շահերը ներկայացրել այլ իրավական սուբյեկտի անունից։ Փաստաբանը հայտարարել է, պատրաստվում է բողոքարկել որոշումը վերաքննիչ վարչական դատարանում։ Նա նաև անդրադարձել է արցախցիների ընտրություններին մասնակցելու հարցին, նշելով, որ բոլոր արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին, անկախ 070 ծածկագրով անձնագիր ունենալուց կամ ՀՀ քաղաքացիություն ընդունելու հանգամանքից։ Երիցյանի խոսքով մերժման դեպքում քաղաքացիները կարող են դատարան դիմել ընտրացուցակներում ընդգրկվելու պահանջով, իսկ դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ ՌԴ Պետդումայի փոխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացած առավելությունները։ Նրա խոսքով պատճառը Երևանի հակառուսական հայտարարություններ են, ռուսաց լեզվի շուրջ իրավիճակը եւ Ռուսաստանի թշնամիների հետ մերձեցումը։ Նա նշել է, այն առավելությունները, որոնցից օգտվում է Հայաստանը, կարող են շատ հեշտությամբ անհետանալ։ Նա ընդգծել է, Մոսկվան չի կարող անտեսել նման քայլերը։ Վերջինս նաեւ հայտարարել է, Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի այն հայ քաղաքական գործիչներին խելքի բերելու համար, ովքեր կարծում են, թե կարող են առանց Ռուսաստանի յոլա գնալ։ Փաշինյանը հայտարարել է, փախստականների վերադարձի թեման փակվել է։ Նրա խոսքով ամեն օր փորձ է արվում տագնապ վերադարձնել Հայաստան եւ համոզել, թե Հայաստանի կառավարությունը պայմանավորվածություն ունի 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Նա պնդել է, նման պնդումների համար մեծ գումարներ են ծախսվում։ Վերջինս ընդգծել է, այդ թեման փակվել է երկկողմ ձևաչափով։ Վարչապետը նաև նշել է, չի թաքցնում այդ հանգամանքը։ Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման համաձայնագիրը։ Այս մասին նշվում է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյևի նամակում, ուղղված Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Նամակում ասվում է, Հայաստանի մերձեցումը Եվրամիության է սպառնում է հայ-ռուսական առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության հիմքերին։ Մոսկվայում կարծում են, ԵՄ-ին անդամակցելու Երևանի հայտարարած ձգտումը վտանգի տակ է դնում գործող երկկողմ պայմանավորվածությունները։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Բայրամովը Գուտերեշին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանի իրավիճակի եւ տարածաշրջանային իրողությունների մասին։ Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայրամովը խոսել է նաեւ վստահության ամրապնդման քայլերի եւ տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին։ ՌԴԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող հարցեր լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա։ Նրա խոսքով Մոսկվան նպատակաուղղված է տնտեսական եւ հումանիտար զարգացմանը։ Զախարովան նշել է Ռուսաստանը պատրաստ է քննարկել նաեւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների հետ կապված հարցերը։ Նա ընդգծել է այդ գործընթացը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա։ ՌԻԱ Նովոստիի հաշվարկներով ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը ռիսկ է ենթարկում իր ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։ Ըստ հրապարակման 2025-ին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 8.2 միլիարդ դոլար։ Նշվում է, արտահանման մեծ մասը բաժին է ընկել ռուսական շուկային՝ 2.9 միլիարդ դոլար, իսկ ներմուծման հիմնական մասը նույնպես եղել է Ռուսաստանից։ Հրապարակման համաձայն ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կազմել է Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 38.5%-ը։ Պարբերականը նաև հիշեցրել է Հայաստանը սկսել է ԵՄ անդամակցության գործընթացը, իսկ Մոսկվան նախազգուշացրել է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային ինտեգրացիան անհնար է։